Բաժնետոմսերը սովորաբար պորտֆելի ամենամեծ մասն են կազմում մարդկանց մեծ մասի մոտ, որոնք արդեն ինչ-որ չափով ներդրումների փորձ ունեն։ Տարիքի հետ էլ է կապված դա, ինչքան կարող են բաժնետոմս առնել, ինչքան պարտատոմս, բայց բոլոր դեպքերում բաժնետոմսերը ամենագլխավոր գործիքներից են յուրաքանչյուր պորտֆելում։ Հիմա այդտեղ սովորաբար հարց է առաջանում այդ բաժնետոմսերը ոնց ձեռք բերել։ Հատ-հատ, թե օրինակ ինչ-որ ETF-ի, պորտֆելի միջոցով եւ ոնց են այդ բաժնետոմսերը վերլուծվում։ Հատ-հատ բաժնետոմսեր գնելը իհարկե եւս մոտեցում է, այդտեղ տարբեր տիպի մոդելներ կան, որ մասնագետները օգտագործում են։ DCF մոդելներ, multiples բանի վրա հիմնված ratio-ների վրա հիմնված մոդելներ եւ այլն, բայց երբ որ ինչ-որ բաժնետոմս ենք առնում, պետք է ենթադրենք, որ մենք ինչ-որ բան գիտենք ավելի շատ, քան թե շուկան։ Այսինքն, եթե սովորաբար Tesla-ն մեզ դուր է գալիս, որտեվ, չգիտեմ, գնալու են դեպի robotics, սրահ եւ այլն գները աճելու են, պետք է ենթադրել, որ մենք ինչ-որ ինֆորմացիա ունենք, որ մնացած ամբողջ շուկան չգիտի։ Եվ ըստ դրա արդեն դա շատ դժվար մոտեցում է։ Կարանք նաև իհարկե այդ բոլոր մոդելները ուսումնասիրել, հաշվարկել, համեմատել մրցակիցների հետ, բայց ոնց որ պատկերացրեցիք, բավականին մեծ աշխատանք է։ Դրա համար կան նաև այդ ETF ֆոնդները, որոնք շատ ժամանակ շատ ավելի քիչ ժամանակ են պահանջում, վերլուծություն են պահանջում, ու այդտեղ մի քանի բանով են իրար լավ, եւ գլխավորը այն է, որ երբ որ երկարաժամկետ մենք շուկան ենք նայում, շուկայի զարգացումները S&P 500, NASDAQ-ը կամ այլ որևէ ինդեքս, սովորաբար այդ ինդեքսները ունեն իրանց թրենդը, ոնց որ տեսակ պատկերում։ Այս պատկերում տարբեր տիպի կրիզիսներ, խնդիրներ, ինչ-որ ռեցեսիաներ եւ այլն, բայց երկարաժամկետ այդ թրենդը մնում է նույնը, որը եւս նաեւ մի բան է անում, որ նա հեշտացնում է, որ մենք կարողանանք պրոգնոզ անել, այսինքն տարիների ընթացքում, եթե տրենդը շարունակվի ու այդ տրենդը գործում է, ասենք տասնյակ տարիներ, եթե ոչ թե 100, եթե այդ տրենդը շարունակվի, մոտավորապես ինչքան է գումար կուտակվելու տարիների ընթացքում, 10 տարուց հետո 15 եւ այլն, հա։ Նաեւ եւս մի շատ լավ բան կա այս ինդեքսների հետ կապված եւ ETF-ների, որ մենք կարող ենք նաեւ այդտեղ հաշվել ինչքան է ռիսկը։ Սովորաբար ինչքան է ինքը պլյուս մինուս լինում այդ տրենդին կտրվածքով, հա, այսինքն եթե միջին աճը տարեկան, չգիտեմ, 10% է, ինչքանով է իր տատանողականությունը։ Հատուկ կենտ բաժնետոմսերի դեպքում իհարկե այդտեղ եթե իսկապես ինչ-որ բաժնետոմ շատ լավ աշխատեց, եկամտաբերությունը շատ բարձր է, բայց ոնց որ ստեղ տեսնում ենք 3 բաժնետոմս, որպես օրինակ, Tesla-ն, Coca-Cola-ն, Microsoft-ը, իհարկե աճը բավական մեծ է եղել, բայց նաև տատանումներ են, այսինքն սովորաբար այդտեղ մենք տեսնում ենք այս բաժնետոմսից մի քանիսում, ասենք տատանումները 20, 30, 40% են եղել, նույնիսկ շատ հեռանկարային կազմակերպություններում։ Իրենք մնում են հեռանկարային, բայց հարցը նրանում է, թե արդյոք երբ որ այդ բաժնետոմսը ընկավ բավականին մեծ չափով, 10,000 ներում ենք արել, դա դառավ, չգիտեմ, 6,000, մարդիկ սովորաբար սկսում են ներվայնանալ եւ ստրես տանել եւ վաճառել այդ բաժնետոմսը հենց ամենացածր կետում։ Ու իհարկե կան բաժնետոմսեր, որոնք այսինքն չեն շարունակում այդ տրենդը ու մնում են նույն մակարդակների վրա, ոնց որ օրինակ Intel-ը երկար ժամանակ այդպես վայրի վերինների մեջ էր։ Այդքանը բաժնետոմսերի մասին շատ ավելի շատ ինֆորմացիա կա, ոնց վերլուծել, ինչ է ազդում, ինչ տնտեսական ֆակտորներ պետք է հաշվի առնել, բայց ոնց որ սովորաբար ասում է, այդ ETF-ների մոտեցումը բավականին համ քիչ ժամանակ է տանում, համ քիչ ստրես է առաջացնում մեզ բոլորիս համար եւ շատ ավելի կանխատեսելի է։ Դե այսքանը կապ մեջ։